Շիրակի մարզում կամավոր ատեստավորում անցած 2 ուսուցիչ արձեռն ստանում է 500,000 դրամ աշխատավարձ, 19 ուսուցիչ էլ ստանում է 400,000 դրամ և ավելի աշխատավարձ։ Մարզում կամավոր ատեստավորման գործընթացը ևս շարունակվում է և մարզի շատ դպրոցներում, այդ թվում նաև Գյումրու 41 հիմնական դպրոցում այդ գործընթացը դրական են գնահատում։ Ունենք արդեն 13 կամավոր ատեստավորված մանկավարժներ, որոնք բոլորը հաջողել են։ Հաջողածների թվում են նաև Գյումրու թիվ 41 դպրոցի ուսուցիչներ Քնարիկ Գասպարյանը և Գևորգ Թումանյանը։ Վերջիններս ընդգծում են, որ ատեստավորումը կարևոր գործիք է մասնագիտական աճի համար։ Կարծում եմ յուրաքանչյուր մասնագետի պետք է այդ փուլը անցնել, որովհետև ցանկացած մասնագետ ապրում է մասնագիտական լճացում։ Ես վերջի անգամ քննություն տվել էի ուսանողական տարիների ժամանակ։ Մասնագիտական մարզավիճակը բարձր չափանիշների է հասնում։ Ես միշտ սիրում եմ իմ ուժերը ստուգել, իմ գիտելիքները ստուգել եւ հենց այնտեղ, որտեղ թերացել եմ, աշխատել դրա վրա։ Քնարիկ Գասպարյանը 2023 թվականին առաջին մասնակցության ժամանակ հավաքել է 72%, հաջորդ անգամ արդեն 86%։ 200,000 դրամ դրույկա չափն է հաշվարկվում եւ դրան ավելանում է այս սպառակայում արդեն գումարած 40%։ Կախված է ժամավճարից եւ թե ինչքան ունեք ժամ եւ դրանից կախված արդեն բավականին լուրջ թիվ է ավելացել, կրկնապատկվել է։ Մարզպետի փոխանցմամբ ներկայում Շիրակի մարզում 2 ուսուցիչ արդեն ստանում է 500,000 դրամ աշխատավարձ։ Նրանցից մեկը դասավանդում է Գյումրու դպրոցներից մեկում, մյուսը մարզի գյուղական համայնքներից մեկում։ Այդ 500,000-ը արդեն հարգված աշխատավարձի մասին է խոսքը, այսինքն արձեռն մարդիկ է ստանում են այդքան, 19 մանկավարժ ունենք, որը 400,000-ից ավել է ստանում, 124 մանկավարժ ունենք, որը 300,000-ից ավել է ստանում եւ 526 մանկավարժ ունենք, որը 200,000-ից ավել է ստանում։ Դավիթ Արուշանյանի խոսքով աշխատավարձի չափը կախված չէ բնակավայրից, այլ պայմանավորված է մի քանի գործոններով։ Գումարի չափը կախված է մանկավարժի ատեստավորման բալերից, կախված է տարակարգ ունի թե չունի, կախված է դասաժամերի քանակից։ Կամավոր ատեստավորման համակարգը դրական է գնահատում նաև Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն Հայաստան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով մեծ հաջողություն է համարում այն, որ կան մանկավարժներ, որոնք ոչ միայն արդեն արդյունքի են հասել, այլև ձգտում ունեն շարունակել մասնագիտական աճը։ Սիրում եմ միշտ ասել, որ մարդկանց պետք է գնահատել ոչ միայն իրենց հասած հաջողություններով, այլ նաև ձգտումներով։ Այս պարագայում իհարկե դրական եմ համարում այն, որ ձգտում ունեցող մանկավարժները մարզի մասշտաբով ըստիս գնալով ավելի շատանում են։ Հովհաննիսյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ ատեստավորման արդյունքները դրական ազդեցություն ունեն ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների վրա։ Նրա խոսքով վերջիններս մեծ ուրախությամբ են արձագանքում, երբ իմանում են իրենց ուսուցիչների ձեռքբերումների մասին։ Ինձ ուրախությամբ հայտնում էին այդ մասին աշակերտներս։ Ընկեր Հովհաննիսյան, իմացել եք չէ, որ մեր այսինչ ուսուցիչներն ատեստավորվել են։ Բավականին լավ զգացի, որովհետև սա փաստորեն կարևորվում է նաև աշակերտի համար, նրանք ուրախանում են ուսուցչի ձեռքբերումներով։ Պատասխանատուների խոսքով նման արդյունքները կարող են խրախուսող լինել նաև այն ուսուցիչների համար, ովքեր դեռ ատեստավորմանը չեն մասնակցել։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան այսօր։